Մենք իհարկե պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով եւ ինչպես հարիր է հասարակական կազմակերպությանը յուրաքանչյուր տարեվերջին հերթական ժողովներում ներկայացվում են մանրամասն հաշվետվություններ, նախագահի հաշվետվություն եւ խոսք, ֆինանսական հաշվետվություններ, որոնք ստուգված եւ հաստատված են տեղական եւ միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից եւ տպավորություն է ստեղծվում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր յուրաքանչյուր տիպի տեղեկատվություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության մասին կցանկանան ստանալ, ստանում են, բայց վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ իմ գործունեության հետ։ Անկեղծ ասած, կարող ենք այստեղ նաեւ որակումներ տալ, որ դրանք կրում են պատվիրված եւ խառնակցական բնույթ եւ մեզ պարզ է եւ կարծում եմ շատերին, ովքեր երբվում են ֆուտբոլում, պարզ է, որ կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին եւ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից։ Օգտագործվում է բավական մեծ մեդիառեսուրս, ֆինանսական միջոցներ, որոնք ուղղակիորեն ազդում են ոչ թե այն մարդկանց վրա, որոնք ֆուտբոլային են եւ տեղյակ են խնդիրներից, տեղյակ են լուծման ճանապարհներից, այլ այլ խմբերի վրա եւ թյուրըմբռնում են առաջացնում ընդհանուր առմամբ։ Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ համառոտ նկարագրել վերջին 5 տարվա ԱՖ-ի գործունեությունը, գիտեմ կան մարդիկ, որոնք բարբերաբար լսում են, ուշադիր են եւ հասկանում են ներքին խոհանոցը հայկական ֆուտբոլի, բայց կան մարդիկ, որոնք պարտավոր չեն, ես կարծում եմ ավելի լայն շրջանակներ հանրության պարտավոր չեն ամեն անգամ խորանալ դրա մեջ եւ հիմա շատ լավ առիթ է ներկայացնել այդ ամենը եւ կարծում եմ, որ իմ վերջին UEFA-ի գործկոմիտեներին վերաբերող այս անցու դարձնել, երբ որ հիմնական ուշադրությունը շեղվեց այլ թեմաների վրա, ավելի ամրապնդեց դա մեր վստահությունը, որ ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, իսկ շատ դեպքերում մեղադրանքներն ու ասեկոսները կապ չունեն իրականության հետ։ Եվ եւս մեկ անգամ ընդգծեմ, ես իմ խոսքում ասել եմ տարեվերջան, բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, դա չի նշանակում բացարձակապես, որ մեր աշխատանքը իդեալական է, չկա քննադատություն կա եւ բավական չափով, կառուցողական քննադատություն էլ կա, սակայն օրինակ մեր անդամները, երբ մեր անդամների գերակշիռ մասը, երբ ցանկանում են քննադատել եւ ցանկանում ինչ-որ հարցեր քննարկել, իրենք գիտեն, գալիս են ՀՖ գրասենյակ, մենք կազմակերպում ենք քննարկումներ, հնարավորության դեպքում հարցերը լուծում են ստանում, եթե չեն ստանում նախանշվում են այն ճանապարհները, որոնք կարող են բերել այդ հարցերի լուծմանը։ Եվ կարծում եմ մեր պատկերացմամբ հենց դա է համատեղ շահը, համատեղ աշխատանքը շահ հայկական ֆուտբոլի։